Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, արժանապատիվ և հզոր իմ հայ ժողովուրդ ջան, այս ամիսների ընթացքում իհեջուկս այս ճղճիմ իշխանությունների, այս բռնաճնշումների, աշխատանքից ազատելու, այսքան ահաբեկելու, այսքան մարդկանց վախեցնելու մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավատացեք, ծայրատվել ընդդիմությանը։ Անգամ այս նկարչության պարագայում 100 հազարավոր արժանապատիվ մեր հայրենակիցներ կանգնել են և ոչ են ասել մի իշխանության, որ հանձնել Արցախը, ոչ են ասել մի իշխանության, որ արշավելած սեփական եկեղեցու դեմ, ոչ են ասել մի իշխանության, որ սեփական հայրենիքը, սեփական ժողովրդին անտեսելով յուրաքանչյուր ամիս ու յուրաքանչյուր տարի գնացելա զիջումների, կսելա թուրքերի, ադրբեջանցիների առաջ, խոստումներ տվել, հիմա էլ այս ամեն ինչի հետ միասին ես ամբողջ ընտրակեղծիքի գործընկերներս ասեցին, ամբողջ այս ընտրակեղծիքների շարանի մեջ գիշերը գաղթագողի թվերը հրապարակում, դեր ընտրատեղամասերում հավաստիացնում եմ ձեզ, ընտրատեղամասերում դեր կեսը անգամ ամփոփված չէր քվեաթերթիկների, ասում ես հաղթել եմ, ում ես հաղթել, այս ժողովրդին չես հաղթել, դու պարտվել ես, դու պարտված իշխանություն ես, դու պարտվել ես սրբազաններին, դու պարտվել ես մեր ժողովրդին, այսօր ես ուզում եմ, սիրելիներս, այս հուսահատության ես ճիրաններից դուրս գանք, այսքան տարիների ընթացքում հավաստիացնում եմ ձեզ, այցելելով քրեակատարողական հիմնարկներ, թե սրբազանները, թե ազգային բարերարը, թե մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը հուսահատության որևէ նշույլ ցույց չի տվել, եւ ես ուզում եմ բարձր ողջունենք անազատության մեջ գտնվող մեր եղբայրներին, մեր քույրերին, դուք պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ գրվելու են ոսկե տառերով այն պայքարող տեսակը, որը որ Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու է։ Այս տարիների պայքարը հենց այնպես չի հասնելու, սիրելի հայրենակիցներ ջան։ Մենք վերջնական նպատակին հասնելու ենք։ Եվ նաև ուզում եմ մի փաստել արձանագրել։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները գտնվելով Բաքվի բանտերից, այդ ճնշումների տակ, իրենք ինչ ուղերձներ են հղում մեզ, որ չկոտրվեք, որ չընկճվեք, որ պայքարեք։ Ես ուզում եմ բարձր ծափերով ողջունենք Բաքվի բանտում գտնվող մեր խիզախ հայրենակիցներին։ Մեր անձը հարց չի դրայեք, մենք հարց չենք դրայեք, մենք պայքարելու ենք, մենք հաղթանակ ենք տանելու հուսահատության ճիրաններից մեր որոշ հայրենակիցներ պիտի դուրս գան։ Ես տեսնում եմ այստեղ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդկանց, բայց կոչս մեր հայրենակիցներին, որ հեռուստացույցի այն կողմ նայելով մենք մեր երկրում բան չենք փոխելու։ Մենք պիտի պայքարենք մեր իրավունքների համար, 100 հազարավոր քվե տված մեր հայրենակիցների իրավունքների համար։ Եթե մի ժամանակ կարողանում ենք մատների վրա հաշվել Հայաստանում քաղբանտարկյալներին, հիմա այնքան շատ են, թող կներեն իրենք մեզ։ Մենք չենք կարողանում անուններով տանք, որովհետև դրանք հարյուրավոր են։ Շատ ու շատ մարդկան հավաստիացնում եմ ձեզ, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն, բայց այսօր շղթաները գցած ամեն մարզում 15, 20, 30 քաղբանտարկյալ կա, առնվազն։ Դա ես ասում եմ մինիմալ քվե։
Եվ սիրելի հայրենակիցներ, շատ ձեր համբերությունը չեմ ուզում չարաշահել։ Ուզում եմ ձեզ, մեզ, մեր ազգին, մեր ժողովրդին մաղթել առանց այս ապօրինի իշխանությունների Հայաստան, այս քավաճանական իշխանությունների Հայաստան, այդ Հայաստանը լինելու է, այդ Հայաստանը գալու է, կեցեին Հայաստանը, որ վաղն է լինելու, ու այդ Հայաստանը լինելու է, ուժեղ եղեք, դինդեղ եք, հավատքով եղեք, ձեր ցավը տարեմ լավ ալնելու, Աստված բոլորից հետ։